Ըստ խնդրի, շախմատի մրցաշարի 8 մասնակիցները բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում 4 մասնակից։ Ամեն մասնակից խաղում է հակառակ խմբի յուրաքանչյուր մասնակցի հետ գոնե 3 խաղ, ընդ որում բոլորի հետ հավասար թվով խաղեր, իսկ իր խմբի մասնակիցների հետ ամեն մեկը խաղում է առնվազն 2 անգամ ավելի, քան մյուս խմբի մասնակիցների հետ, և կրկին հավասար թվով խաղեր այդ խմբում բոլորի հետ։ Մենք գիտենք, որ մրցաշարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից անց է կացնում ընդհանուր առմամբ 36 խաղ։ Պահանջվում է գտնել, թե քանի խաղ է խաղում յուրաքանչյուր մասնակից իր խմբում։ Շատ լավ, տվյալները տվյալ խնդրում շատ էին, դրա համար անհրաժեշտ է ամեն ինչ դասավորել ու սկսել արդեն ավելի լավ պատկերացնել, թե ինչ է կատարվում։ Դե 8 մասնակից ունենք, եկեք մասնակիցներին համարակալենք առաջինից մինչև 8-րդ, բայց այն ժամանակ, երբ խմբերի են արդեն բաժանված։ Գիտենք, որ 2 խմբի է բաժանված, յուրաքանչյուր խմբում 4 մասնակից։ Ահա, դա թող լինի առաջին խումբը, կամ եկեք ուղղակի նշենք այստեղ խումբ 1, ավելի ճիշտ կլինի։ Ահա, մյուս մասում թող լինի խումբ 2-ը։ Ինչ գիտենք, գիտենք, որ խումբ 1-ի խաղացողները թող լինեն առաջին մասնակիցը, երկրորդ, երրորդ և չորրորդ։ Ահա այս խաղացողները մեզ մոտ առաջին խմբում են, կամ խումբ 1-ում են։ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասնակիցները մեզ մոտ խումբ 2-ում են։ Այսքանը տրված է, 8 մասնակից ունենք, բաժանվել են 2 խմբի, յուրաքանչյուրում 4 մասնակից։ Դա մեր առաջին նախադասությունն է։ Հիմա շարունակենք կարդալ ու հասկանանք ինչ է կատարվում։ Ամեն մասնակից խաղում է հակառակ խմբի յուրաքանչյուր մասնակցի հետ գոնե 3 խաղ։ Հետևաբար յուրաքանչյուրին էլ դիտարկենք, նախ ամենավերջում մեզ մոտ նշված էր, որ ընդհանուր առմամբ 36 խաղ է խաղում յուրաքանչյուր մասնակից։ Դրա համար ընդամենը ինչ-որ մասնակցի եթե ֆիքսենք ու նրա վրա արդեն հասկանանք ինչպես են գործողությունները կատարվում, ավելի լավ կպատկերացնենք։ Գիտենք, որ ամեն մասնակից խաղում է հակառակ խմբի յուրաքանչյուր մասնակցի հետ գոնե 3 խաղ, այսինքն նախ ակնհայտ առաջինը կխաղա 5-րդ մասնակցի հետ, 6-րդ մասնակցի, 7-րդ և 8-րդ մասնակցի հետ, բայց թե ինչքան խաղ կխաղա, դա չգիտենք։ Ուղղակի գիտենք, որ նրա խաղացած խաղերի քանակը առնվազն 3 է, այսինքն 3-ից մեծ կամ հավասար է։ Ահա, սա նույնպես մեծ կամ հավասար է, սա նույնպես։ Ու այս յուրաքանչյուր հակառակ խմբի, հակառակորդ խմբի հետ խաղալու խաղերի քանակները յուրաքանչյուր մասնակցի հետ իրար հավասար են։ Այսինքն, եթե սա մեզ մոտ 5 լինի, դե 5-ը բավարարում է 3-ից մեծ կամ հավասար է, ապա պետք է 6-րդի հետ նույնպես 5 խաղ խաղա, 7-րդի և 8-րդի հետ նույնպես 5 խաղ խաղա, բոլորի հետ հավասար քանակությամբ խաղեր։ Պես այստեղ նշված է բոլորի հետ հավասար թվով խաղեր։ Շատ լավ, այսքանը նույնպես հասկացանք։ Այնուհետև արդեն գալիս է պահը իր խմբի մասնակիցների հետ խաղալու։ Գիտենք, որ յուրաքանչյուր մասնակից իր խմբի մնացած մասնակիցների հետ խաղում է առնվազն 2 անգամ ավելի, քան մյուս խմբի մասնակիցների հետ։ Ու կրկին հավասար թվով խաղեր յուրաքանչյուրի հետ։ Այսինքն մեզ մոտ առաջին մասնակիցը խաղալու է նաև երկրորդի, երրորդի և չորրորդի հետ։ Ու նրա խաղացած խաղերի քանակը իրենցից յուրաքանչյուրի հետ հակառակորդ մյուս թիմի հետ խաղացած խաղերի քանակից առնվազն 2 անգամ ավել պետք է լինի։ Սա մի քիչ խճճող կարող է լինել, բայց եկեք ինչ-որ պահ ենթադրենք, թե այստեղ ճիշտ է պետք է մեծ կամ հավասար լինի խաղերի քանակը, բայց խաղացել է վանդակ խաղ, վանդակի տակ որևէ թիվ է լինելու, որը մեծ կամ հավասար է 3-ից։ Դա կնշանակի, որ առաջինը երկրորդի, երրորդի և չորրորդի հետ, յուրաքանչյուրի հետ խաղացել է այդ վանդակի կրկնապատիկից մեծ կամ հավասար։ Տեսեք, ասում է առնվազն 2 անգամ ավելի։ Հետևաբար, ինչքան խաղ որ խաղացել է, դրա կրկնապատիկից մեծ կամ հավասար խաղեր խաղացել է իր թիմակիցների հետ։ Եվ կրկին, չորրորդի հետ նույն քանակությամբ, երրորդի հետ նույն քանակությամբ, երկրորդի հետ նույն քանակությամբ։ Այսինքն մեզ մոտ 5-րդի, 6-րդի, 7-րդի, 8-րդի յուրաքանչյուրի հետ խաղացել է վանդակ քանակությամբ խաղ, իսկ երկրորդի, երրորդի, չորրորդի հետ 2 անգամ վանդակից մեծ կամ հավասար։ Կարող է խաղացած խաղերի քանակը լինել ինչ-որ 2 անգամ վանդակ գումարած 5։ Օրինակ, սա ինչ-որ տարբերակ է, որ հնարավոր է լինել։
Ինքն առնվազն 2 անգամ չի նշանակում, որ պետք է միշտ ինչ-որ քանակություն անգամ ավելի շատ լինի, կարող է այստեղ ինչ-որ մնացորդ ունենք, որ գումարվել է։ Շատ լավ, այսքանը պատկերացրինք ու գիտենք, որ յուրաքանչյուրը խաղացել է 36 խաղ։ Առաջինը, եկեք այսպես պատկերենք, խաղացել է 36 խաղ։ Ինքն յուրաքանչյուրը խաղացել է 36 խաղ, մասնավորապես առաջինը նույնպես խաղացել է 36 խաղ։ Դա արդեն թե ինչ է պետք գտնել, հետո կվերադառնանք, ավելի լավ է այս պահին ուսումնասիրենք մեր գծած գծագիրը ու փորձենք արդեն եզրակացություններ կատարել այս գծագրից։ Ինչ է ստացվում մոտ։ Դա պետք է խաղերի քանակի վերաբերյալ եզրակացություններ անենք ու իրար հետ կապենք քանակները, որպեսզի ավելի լավ պատկերենք ամեն ինչ։ Դե դրա համար տեսեք, այստեղ ես վանդակով էի պատկերել, բայց մեր բոլոր աշխատանքները հիմնականում հատվածներով ենք մենք կատարում, դրա համար եկեք փոխարինենք հատվածներով, որ կարողանանք ավելի լավ պատկերել։ Այսինքն այստեղ կսկսեն մեր ենթադրությունները արդեն։ Ենթադրենք, մյուս խմբի հետ խաղացել է, այս կանաչ հատվածին համարժեք խաղ։ Սա արդեն բարձրացնենք այստեղ։ Կանաչ հատվածին համարժեք քանակությամբ խաղ է խաղացել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Դե նախ կարող ենք մենք եզրակացնել այս ամենից, որ երկրորդ խմբի հետ առաջինը խաղացել է 12-ից ավելի շատ խաղ։ Եկեք այս պատկերը արեցինք, մինչև դա այստեղ մեր նշումները կատարենք։ Մյուս խմբից, եկեք այսպես նշենք, ենթադրենք մյուս խմբից յուրաքանչյուրի հետ, ավելի ճիշտ կլինի գրելու տեսանկյունից այսպես պատկերել, որովհետև նախորդ իրավիճակում իմ գրած այնպես էր, որ ամբողջ խմբի հետ է նա այդպես խաղացել, բայց այսպես ավելի հստակեցրինք, որ մյուս խմբից յուրաքանչյուրի հետ խաղացել է այս հատվածին համարժեք խաղ։ Ուստի երկրորդ խմբի հետ կամ խումբ 2-ի հետ խաղացել է 4 հատվածին համարժեք խաղ։ Տեսեք, որ սա ավելի ճշգրիտ է ու ավելի լավ է պատկերում մեր ասածը։ Այսքան խաղ։ Նույնը կարող է վանդակներով պատկերել։ Եվ կամ եկեք նշենք, որը, այս 4 կանաչ հատվածները մեզ մոտ մեծ կամ հավասար է 12-ից։ Եթե յուրաքանչյուրի հետ առնվազն 3 խաղ է խաղացել, ուրեմն ընդհանուրի հետ առնվազն 12 խաղ է խաղացել։ Կարող ենք այստեղ նույնպես նշել, որ այս հատվածի պատկերած արժեքը մեծ կամ հավասար է 3-ից։ Շատ լավ, այս նշումները մեզ պետք են, որպեսզի մենք ավելի լավ գնահատենք ամեն ինչ։ Եվ արդեն պետք է հասկանանք, թե առաջինը իր թեմակիցների այն մարդկանց հետ, ում հետ նույն խմբում է, քանի խաղ է խաղացել։ Դե տեսեք, մենք գիտենք, որ առնվազն 2 անգամ ավելի, այսինքն կլինի այս կանաչ հատվածի կրկնապատիկին ավելացրած ինչ-որ քանակություն։ Այդ ինչ-որ քանակությունը այլ գույնով կպատկերենք ու արդեն կնայենք ինչ է ստացվում մեզ մոտ։ Իսկ խումբ 1-ի խումբ 1-ից յուրաքանչյուրի հետ խումբ 1-ից յուրաքանչյուրի հետ առաջինը քանի խաղ է խաղացել։ Խաղացել է մյուս խմբի խաղացողներից յուրաքանչյուրի հետ խաղացածի կրկնապատիկից մեծ կամ հավասար, այսինքն այստեղ ավելացնում ենք, որ կապույտ հատված։ Որտեղից էլ արդեն ընդհանուր խումբ 2-ի հետ խաղացածների քանակի վերաբերյալ կարող ենք անել, կներեք խումբ 1-ի հետ։ Խումբ 1-ի հետ, քանի որ այստեղ 3 մասնակից ունենք ու յուրաքանչյուրի հետ 2 կանաչ հատված ավելացրած այս կապույտ
կտոր քանակությամբ խաղ է խաղացել, ուստի ընդհանուր խումբ 1-ի հետ կխաղա սրանից 3 հատ։ Դա նույնպես այստեղ կարող ենք շատ հանգիստ պատկերել հետևյալ կերպ։ Ահա։ Հիմա արդեն մենք ինչ ունեինք գրված։ Ահա այստեղ գծագրում պատկերեցինք հատվածների միջոցով, ու սա մեզ ավելի լավ տեղեկություն տվեց, որովհետև մենք ստացանք, որ խումբ 2-ի հետ ահա այսքան խաղ է խաղացել, կոնկրետ այս դեպքում առաջին մասնակիցը, իսկ խումբ 1-ի հետ մնացածի հետ այսքան, ու ընդհանուր իր խաղացած խաղերի քանակը 36 հավասար կլինի այս երկուսի միավորմանը։ Շատ լավ, դա նույնպես արդեն այստեղ գրենք, նշանք, որ ընդհանուր առաջինը խաղացել է, ահա, և իրականում լավ կլիներ այստեղ նշենք, որ սա մեր քայլ 1-ն է, դա քայլ 2-ը արդեն, քայլ 1-ը մեզ մոտ գծագրից տվյալները այսպես առանձնացնելն էր, տեսեք, խումբ 2-ի հետ խաղացել է 4 հատ կանաչ հատվածին համարժեք քանակությամբ խաղ, իսկ խումբ 1-ի հետ խաղացել է ահա այսքան քանակությամբ խաղ։ Ու այս ամենը ընդհանուր հավասար է, եկեք ներքևում այստեղ պատկերենք, ընդհանուր հավասար է 36-ի։ Ակնհայտ կարող ենք տեղափոխություններ անել, իսկ տեղափոխությունները ինչպես կլինեն, կանաչ հատվածները մի մասում կհավաքենք, կապույտները մյուս մասում։ Դե ընդհանուր առմամբ կարող ենք նկատել, որ 4 կանաչ հատված այստեղից ունենք և ևս 6-ը ավելացրինք, հետևաբար ընդհանուր 10 կանաչ հատված ունենք, ահա, և դրան էլ ավելացնելու ենք 3 կապույտ հատված։ Ու այս ամենը մեզ մոտ հավասար է 36-ի, կարող ենք բարձրացնել վերև։ Դուք այստեղից կարող եք ասել, որ օքեյ, մենք այսքանը արեցինք, իսկ ինչ հոգուտ է սա մեզ տալիս տվյալ պահին, որովհետև մենք կրկին ոչ կանաչ հատված գիտենք, ոչ կապույտ հատված։ Կապույտ հատվածի մասին առհասարակ ոչ մի տեղեկություն չունենք։ Բայց կանաչ հատվածի վերաբերյալ մենք տեղեկություն ունենք, մենք գիտենք, որ կանաչ հատվածներից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է 3-ից։ Շատ լավ։ Ինչը նշանակում է, որ մենք ընդհանուր բոլոր կանաչ հատվածների վերաբերյալ կարող ենք եզրակացություն անել։ Եկեք դա արդեն նշենք, քանի որ կանաչ հատվածի արժեքը մեզ մոտ մեծ կամ հավասար է 3-ից, պետք է որ համաձայնեք, որ 10 կանաչ հատվածների արժեքը 3 անգամ 10-ից պետք է մեծ կամ հավասար լինի։ Եկան այստեղ 10 հատ կանաչ հատված չպատկերեմ, ուղղակի 10 և կողքը կանաչ հատված պատկերեմ։ Մեծ կամ հավասար է 3 անգամ 10-ից։ Ինչպես վերևում արեցի, տեսեք, խումբ 2-ի հետ խաղացած խաղերի քանակը այսպես գնահատեցի, որը հավասար է 30-ի։ Ու այս հավասարությունը այն դեպքում է տեղի ունենում, երբ մեզ մոտ կանաչ հատվածի արժեքը 3 է, իսկ եթե կանաչ հատվածի արժեքը լինի 4, մենք կունենանք այս 10 կանաչ հատվածներով արդեն 40 խաղ պատկերող իրավիճակ, բայց մենք ընդհանուր 36 խաղ ունեինք, այսինքն դա մեզ գերազանցում է։ Դա մեր ցանկացած խաղերի քանակը գերազանցում է, նույնիսկ կանաչ հատվածներ չավելացրած։ Հետևաբար այդ իրավիճակը մեզ չի բավարարում, ու դա նույնպես պետք է ցույց տանք։ Իսկ եթե կանաչ հատվածը մեզ մոտ, ահա կանաչ հատվածը, հավասար լինի 4-ի, այստեղից կհետևի, որ 10 կանաչ հատվածը մեզ մոտ հավասար է 40-ի, որը մեծ է 36-ից։ Հետևում է, որ չբավարարեց այս իրավիճակը։ Ուստի ստացվում է, որ մեզ մոտ կանաչ հատվածի արժեքը պետք է մեծ կամ հավասար լինի 3-ից, այսինքն 3, 4, 5 և այլն կարող է լինել, բայց 4 և ավելի լինել չի կարող, որովհետև շատ մեծ են խաղերի քանակը ստացվում։ Հետևաբար այս երկուսից կամ կարող ենք այստեղ այսպես նշել, ավելի լավ կլինի։
Եթե մեզ մոտ կանաչ հատվածի արժեքը մեծ կամ հավասար լինի 4-ից, 10 հատ կանաչ հատվածի արժեքը մեծ կամ հավասար կլինի 40-ից, ինչն էլ մեծ է 30-ից։ Որտեղից էլ արդեն ստացվում է, որ կանաչ հատվածը մեզ մոտ պետք է հենց 3 լինի։ Այս ամենի վրայով ևս մեկ անգամ կսահենք ամփոփման ընթացքում ու ավելի լավ ուշադրություն կդարձնենք ինչ ենք կատարել այստեղ։ Կանաչ հատվածի արժեքը եթե հավասար է 3-ի, ստացվում է 10 կանաչ հատվածները մեզ մոտ 30 են, ահա այսքանը 30 է։ Եվ եթե կտրենք և հանենք, այստեղ կմնա մեզ մոտ 6, որտեղից էլ կստացվի, որ 3 կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է 6-ի, այսինքն կապույտ հատվածի արժեքը մեզ մոտ հավասար է 2-ի։ Շատ լավ, մենք գտանք կապույտ հատվածի արժեքը, առանձին, կանաչինը առանձին։ Մեզ ինչ է հարկավոր գտնել, չէ՞ որ կապույտ և կանաչ հատվածները գտնելուց հետո մենք այս ամբողջ պատկերը կարող ենք գտնել շատ հանգիստ, բայց եկեք վերադառնանք ուղղակի և տեսնենք ինչ է խնդիրը պահանջում գտնել։ Իսկ խնդիրը պահանջում է գտնել, թե քանի խաղ է խաղում յուրաքանչյուր մասնակից իր խմբում, այսինքն առաջինը օրինակ որորդի հետ ինչքան է խաղում և քանի որ իր խմբում է ընդհանուր հարցնում, հետևաբար պետք է յուրաքանչյուրի հետ խաղացած խաղերի քանակները գումարենք իրար։ Առաջինը իր խմբում խաղում է և հաշվենք։ Տեսեք, նախ առաջինը 3 մարդ ունի իր խմբում, ուստի 3 անգամ պետք է բազմապատկենք, որովհետև յուրաքանչյուրի հետ հավասար քանակությամբ է խաղում, իսկ քանի խաղ էր խաղում իր խմբի մասնակիցների հետ, խաղում էր 2 կանաչ հատված ավելացրած կապույտ հատված, դե կանաչ հատվածը մեզ մոտ 3 արժեք ուներ, հետևաբար 2 անգամ 3 ու դրան ավելացրած 2, արդյունքում ունենք 3 անգամ, դրա արժեքը մեզ մոտ այստեղից 6, ևս 2, 8 ունենք, հավասար է 24 խաղ։ Առաջինը իր խմբում խաղում է 24 խաղ, ինչպես և մնացած մասնակիցներից յուրաքանչյուրը։ Մնացածից յուրաքանչյուրը։ Ահա, և սա արդեն վերջնական պատասխանը։ Տեսեք, այստեղ խնդիր կա, որ եթե մենք ասենք առաջինն է խաղում 24 խաղ, այդտեղ մենք վերջնական լուծում չէինք տա, որովհետև խնդիրը չէր հարցնում առաջինը քանի խաղ է խաղում, հարցնում էր յուրաքանչյուր մասնակից իր խմբում քանի խաղ է խաղում, բայց մենք ուղղակի ֆիքսած մարդու էինք դիտարկում, որպեսզի գործողություններ անելը հեշտ լիներ, ու ամենավերջում ուղղակի ասում ենք, որ բոլորի հետ նույն գործողություններն են կատարվելու, հետևաբար առաջինը խաղալու է այսքան խաղ, ինչպես և մնացածից յուրաքանչյուրը, կամ կարող ենք նշել ինչպես և մնացածը, արդեն էական չէ, ինչպես կպատկերվի այս կտորը, ուղղակի պետք է նշել, որ բոլորը իրար հավասար քանակությամբ են խաղում, հետևաբար մեկի համար գտնելուց հետո մնացածը կստացվի։ Շատ լավ, խնդիրը միգուցե մի քիչ խառն էր, եկեք հիմա ամփոփենք ու ավելի լավ փորձենք հասկանալ ինչ է կատարվել այստեղ, դե ունեինք այստեղ առանձնացրած երկու խմբերը, ահա այստեղ եկեք մի փոքր կողք տանենք ու տեսնենք ինչ ունենք խումբ 1, խումբ 2, ֆիքսել ենք, թե յուրաքանչյուրի հետ քանի խաղ է խաղում ու ֆիքսել ենք ընդհանրապես մի մասնակցի վրա, որպեսզի գծագիրը պարզ լինի ավելի։ Գիտենք, որ հակառակորդ խմբի հետ գոնե 3 խաղ է խաղում, իսկ իր խմբի մասնակիցների հետ հակառակորդի հետ խաղացածի կրկնապատիկից մեծ կամ հավասար։ Դրա համար և նշել էինք, որ հակառակորդ խմբի խաղացողների հետ 3 կամ ավելի խաղ է խաղում, մյուս կողմից էլ ցույց էինք տվել վանդակով ու այստեղ պատկերել էինք, որ վանդակը բազմապատկած 2-ից մեծ կամ հավասար է։ Դա ընդհանուր գծագրի մասին ու նշել ենք, որ յուրաքանչյուրը խաղացել է 36 խաղ, մասնավորապես առաջինը նույնպես։ Այլ մեկը մեզ մոտ ինչ էր։ Այլ մեկը այն էր, որ գծագրի պատկերը հատվածներով ավելի լավ ներկայացնենք, որպեսզի գործողություններ կարողանանք արդեն իրենց հետ անել։ Ինչ արեցինք մենք, ենթադրեցինք, որ մյուս խմբից յուրաքանչյուրի հետ խաղացել է կանաչ հատվածին համարժեք խաղ, որը մեծ կամ հավասար է 3-ից։ Այդպես էր խնդրում մեզ տրված։ Հետևաբար խումբ 2-ի հետ ընդհանուր առմամբ առաջինը խաղացել է 4 կանաչ հատվածին համարժեք խաղ, որովհետև 4 մարդ կար յուրաքանչյուրի հետ կանաչ հատվածին համարժեք է խաղացել, իսկ խումբ 1-ից յուրաքանչյուրի հետ խաղացել է կրկնապատիկից մեծ կամ հավասար,
այս առնվազն 2 անգամ ավելին նշանակում է կրկնապատիկից մեծ կամ հավասար, այսինքն կրկնապատիկին ինչ-որ կապույտ հատված ավելացրեց, որը չգիտենք, թե ինչ արժեք ունի։ Հետևաբար խումբ 1-ից բոլորի հետ ընդհանուր առմամբ խաղացել է դրանից 3 հատ, որովհետև 3 խաղացող ունենք այստեղ։ Մենք առանձին գտանք, թե խումբ 2-ի հետ ընդհանուր առմամբ քանի խաղ է խաղացել և խումբ 1-ի հետ ընդհանուր առմամբ քանի խաղ է խաղացել։ Հետևաբար կարող ենք հասկանալ առաջինը քանի խաղ է ընդհանուր խաղացել։ Ուղղակի խումբ 1-ի կտորին ավելացնում ենք, կներեք, խումբ 2-ի կտորին ավելացնում ենք խումբ 1-ի կտորը։ Ահա, սա մեզ մոտ խումբ 2-ն է, սա մեզ մոտ խումբ 1-ն է։ Այնուհետև ինչ ենք մենք կարել, հատվածները տեղերով փոխել ենք, որովհետև կարող ենք դա անել։ Ու ստացվել է 10 կանաչ հատված ունենք և 3 կապույտ հատված ունենք, բայց ոչ մի տեղեկություն չունեինք կանաչ հատվածի վերաբերյալ, թե ինչպիսին է նրա արժեքը, իրականում ունենք, մենք գիտեինք ներքևի սահմանը, թե ամենաքիչը ինչ կարող է լինել, բայց հստակ ոչինչ ուրիշ տրված չէր ու կապույտ հատվածի վերաբերյալ առհասարակ ոչինչ չգիտեինք։ Բայց դա մեզ բավարար էր իրականում, որովհետև քանի որ կանաչ հատվածը 3-ից էր մեծ կամ հավասար, 3 արժեքից մեծ կամ հավասար էր ներկայացնում, ասում էր, որ 10 կանաչ հատվածներ 30-ից մեծ արժեք է ներկայացնում, բայց մյուս կողմից եթե կանաչ հատվածը 4-ը գերազանցի, 4 եւ ավելի լինի, կստացվի, որ 10 կանաչ հատվածներ 40 եւ ավելի արժեք է ներկայացնում, ինչը մեծը 36-ից ակնհայտ, ուստի մեզ չի բավարարի տվյալ խնդրի դեպքում։ Կապույտ հատվածը կարող է 0 լինել, կարող ենք մի պահ մոռանալ, բայց նույնիսկ այդ դեպքում այստեղ մենք հավասարություն չենք ստանում, մենք ստանում ենք խիստ մեծ է 36-ից։ Որի արդյունքում էլ հասկացանք, որ 4 եւ ավելի չի կարող լինել, ու հիշելով, որ 3 եւ ավելի պետք է լինի, ստացանք, որ կանաչ հատվածը հենց 3 է, ուրիշ իրավիճակ չունենք։ Իսկ դա քանի որ կանաչ հատվածն էլ 3 էր, տեղադրեցինք արժեքը, ստացանք կապույտ հատվածի արժեքը։ Հետո բարձրացանք խնդրի պահանջը, դիտարկեցինք եւս մեկ անգամ, որտեղ մեզ պահանջում էր գտնել, թե խումբ յուրաքանչյուր խաղացող իր խմբում քանի խաղ է խաղում, եւ հասկացանք, որ յուրաքանչյուր խաղացող խաղալու է, քանի որ իր խմբում եւս 3 մասնակից կա բացի իրենից, այսինքն 3 անգամ ու յուրաքանչյուրի հետ հավասար քանակությամբ խաղ էր խաղում եւ խաղում էր 2 կանաչ հատվածի արժեքին ավելացրած մի կապույտ հատվածի արժեք, այսինքն 24 խաղ։ Ու այստեղ կարող ենք նույնիսկ մի փոքր ստուգում կատարել, հաշվել 4 կանաչ հատվածի արժեքը, որը 4 անգամ 3 է 12, ու նկատել, որ սա մեզ մոտ իր խմբում խաղացածների քանակն է, սա մյուս խմբում խաղացածների, ու նրանց գումարը 36 է։ Ու այստեղ 3-ը, տեսեք, այստեղի 8-ը դրա կրկնապատիկից մեծ կամ հավասար, այսինքն ամեն ինչ ճշմարիտ է, ու հստակ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր խաղացող իր խմբում խաղացել է 24 խաղ։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։